Ես չեմ կարող չարձագանքել պարոն Խաչատրյանի մի քանի հայտարարության, պարոն Խաչատրյան, երբ որ կարդում եք կառավարության ծրագիրը եւ խոսում եք այդ ծրագրում տեղ գտած ձևակերպումների մասին, Ղարաբաղի վերաբերյալ, այդ թվում խոսեք նաեւ այն մասին, թե դուք ինչով եք զբաղված հենց նույն Ղարաբաղի ղեկավարների հետ, հենց նույն դաշնակցությունը եւ ձեր քաղաքական շրջանակները, երբ որ այնտեղ պալատական հեղաշրջում էին անում եւ ոգևորված մտածում էին, որ հեսա այդ հեղաշրջումը կներմուծեն նաեւ Հայաստան, շնորհավորում էին եւ հետո մի քանի օր հետո լուծարում էին Ղարաբաղը։ Բա այդ ժամանակ դուք ասելու բան չունեիք։ Հիմա եկել եք այս վարկային ծրագրի քննարկման ժամանակ խոսում եք կառավարության ծրագրի այդ կետի վերաբերյալ, որտեղ որ կառավարությունը բազմաթիվ քայլեր է արել, բազմաթիվ հայտարարություններ է արել, որպեսզի մենք այդ իրավիճակը կարողանանք ճիշտ կառավարել։ Եվ ամեն հայտարարությունից հետո, այդ թվում վարչապետի այս ամբիոնից արված հայտարարություններից հետո դուք եւ Ղարաբաղում ձեր գործընկերները բան էիք ան, տորպեդահարում էիք տարատեսակ հայտարարություններով, որ այ տեսեք, հեսա մենք կգնանք, սա կանենք, վերջում տեսանք ինչ արեցիք։ Ասում եք փաստացի քննադատում եք, որ Հայաստանը զենք է առել։ Հիմա եկել եք քննադատ, ասում եք ոնց Հայաստանը հայտարարեց վարչապետը, որ զենք են առել։ Բայց այն ժամանակ էլ ասում եք Հայաստանը զենք չի առնում, չի զինվում, մենք եսիմ գնում էինք, հասնում էինք, բանենք, մեր մոտ ասենք բաներ են ինչ որ զորահրամանատարներ են, իսկ դուք չեք կարողանում սա անել, նա անել։ Եվ հետո հիմա կողմ եք քվեարկելու այս նախագծին, թե չէ, պարոն Խաչատրյան։ Կողմ եք քվեարկելու։ Շատ լավ, հեսա մի հատ հələ հանձնաժողովի նիստը թող լինի, ձեր առաջարկները թող հնչեն, հետո հույս ունենամ, որ այո, իսկապես կքվեարկեք։ Պարոն Խաչատրյան, երկու հատ փաստական սխալ ասցիք այստեղից։ Հուսով եմ դա միտումնավոր չեք ասել, այլ պատահաբար է ստացվել։ Առաջինը, որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոք էր։ Ասվել է Ղարաբաղի հարցն էր թոք, Հայաստանի վզին։ Դրանք շատ տարբեր բաներ են եւ այդ Ղարաբաղի հարցը թոք սարքելու ամենակարևոր ուրեմն գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, ումից որ այսօր ուրեմն դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան որ հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար։ Պետությունը 250 միլիոն վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի։ Ռոբերտ Քոչյանից ապօրինի գույքով մենակ հաստատված հայցագինը կազմում է 200 միլիոն դոլար։ Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչյանի, որը եկել է ու այստեղ դարել է դոլարային մուլտիմիլիոնատեր։ Բա մի հատ դրա մասին էլ խոսացեք, կամ ասում եք, բանը, ես ասեցի, ասում եք, պարոն Կոնջյանն ասեց, որ այնտեղ հեղաշրջում եղավ։ Ես այդպես չասեցի, ասեցի հեղաշրջում արեցիք, պարոն Խաչատրյան, եւ ձեր պատասխանատվության կտորը մի հանեք իմ խոսքից, որ գալիս եք եւ մեջբերում եք կառավարության ծրագիրը, այդ պահն էլ ֆիքսեք, որ դուք գնացիք եւ այնտեղ հեղաշրջում արեցիք, հետո լուծարեցիք Ղարաբաղը։ Հիմա էլ ասում եք, որ այդ հեղաշրջում արվողը դեմ չէր դրան։ Այսինքն դեմ չէիք, որ լուծարեիք հետո։ Սրա մասին եք խոսում։ Դուք ուրիշ բան ասեք, դուք ուրիշ բանի մասին խոսացեք, ո՞նց է ստացվել, որ Ռոբերտ Քոչյանից պահանջում են մոտավորապես այնքան փող, ինչքան որ պետությունը վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծի։ 200 միլիոն այնտեղ, 250 միլիոն այնտեղ։ Դրա մասին խոսացեք, հարգելի գործընկերներ, թե չէ եկել եք բաներ եք, հեքիաթներ եք պատմում։ Հարգելի գործընկերներ, երկրորդում եմ պարոն Կոնջյանին մենակ մի բան ավելացնեմ, էլի։ Երբ որ խոսվում է 2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից պետք է հիշել նաև կոնտեքստը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը 2022 թվականին իր ընդունած տխրահռչակ 004 շրջաբերականում ինչ է գրել։ Դե հիշում եք այն բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ որի իրենք ուզում էին ըստ իմ գնահատականի եւ համոզված եմ նաև ըստ օբյեկտիվ գնահատականի մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք, ինչ են ասում։ Անհրաժեշտ է հաշվի նստել այն իրողության հետ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը փաստացի Արցախի անվտանգության երաշխավոր դարձնում ռուսական կողմին։ Հարկ է շեշտել, չէ, այս հատվածը չներողություն։ Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգից, չվերականգնվի Արցախի գործոնը։ Երբ որ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ։ Վերջ։ Ազգային ժողովի
Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի երեխաներ, լավ է, պարոն Խաչատրյան, որ եկաք, որովհետև ես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, բայց ուզում եմ ձեր ելույթին հակադարձել, ըստ էության, տեսեք, դուք ասում եք, այ 8 միլիարդ, ասում եք վերցել ենք զենք ենք արել, բայց ասֆալտ եք արել, բայց գոնե փաստում եք, որ ասֆալտ ենք արել, բայց ինչ վերաբերվում է ասֆալտին, թե զենքին, եւ զենք ենք առնում, եւ ասֆալտ ենք սարքում, եւ դպրոց ենք սարքում, եւ մանկապարտեզ ենք սարքում, եւ բուժ հաստատություն ենք սարքում, եւ ոչ միայն այդ գումարները վարկային համաձայնագրերով է գեներացվում, այլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չթալանելով է գեներացվում այդ գումարները, չմխսելով է գեներացվում այդ գումարները որևիցե քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևիցե падգամավորի դղյակ չի դառնում, որևիցե նախարարի դղյակ չի դառնում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից։ Դու տեսել եք, օրինակ, մի քանի տարի աշխատած падգամավորներին կամ նախարարների Երևանի տները, օրինակ, ես չգիտեմ, 150 տարի, 200 տարի, 500 տարի պետք է ապրեմ, որ այդ շենքերի գոնե հայաթի ծախսի գումար ես կարողանամ աշխատեմ։ Ստեղ ասում եք, այ ասում է, վարչապետն ասում է 8 միլիարդի վարկը վերցել ենք զենք ենք արել։ Եվ վարկը վերցել ենք զենք ենք արել, եւ վերցել ենք դպրոց ենք սարքել, եւ պետության գեներացված գումարներից, այն գումարներից, որը չի գողացվել, դրանով ենք սարքել ու շարունակում ենք սարքել։ Եվ հիմա ինչ վերաբերում է նախորդ հարցին, էլի վարկային համաձայնագիր եւ էլի պետբյուջեից ֆինանսավորումով Սյունիքի մարզում ենք սարքում, Գեղարքունիքի մարզում։ Նախ ես շնորհակալ եմ, որ դու ասացիք, որ նաեւ ասֆալտ ենք սարքում։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ուզում եք մի գնացեք, պատասխանում էլի ուղղակի այնքան կարծում այնքան պարզ հարց է։ Երեխաներին եք դիում, կարծում նույնիսկ իրանց տարիքի մարդը։ Նայեք, ընդհանրապես որևէ աշխատանք անելու համար գոյություն ունի ռեսուրսներ։ Այս մեր դեպքում պետական բյուջեն, հարկատուների վճարած հարկերը եւ այդպես շարունակ։ Հիմա պետական բյուջեից ամեն տարի կառավարությունը իր ծրագրի համաձայն վճարումներ է կատարում, զենք է առնում, ճանապարհասարքում, դպրոցասարքում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա որ մի մասը հնարավոր է լինում կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, վարկային միջոցներով այն ինչ որ նախարարները ոնց որ դուք վերաշարի նկարագրեցիք, գալիս են ազգային ժողովից, խնդրում են համապատասխան օրենքների ընդունում որոշումներ, կատարում են այդ գումարներով, այն մյուս ազատ գումարները ուղղվում են զենք առնելուն, պաշտպանական ծախսերին եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա ի՞նչն է այդտեղ խնդիրը, էլի, այսինքն ուզում եմ հասկանամ դուք մի քանի անգամ արդեն ելույթ եք ունենում անընդհատ այդ նույն բաները ասում եք։ Հիմա ուզում եմ հասկանալ մի մասը արվում է վարկային միջոցներով, մի մասը արվում է հարկերից ստացված միջոցներով։ Եթե վարկային միջոցներով չներգրավվի գումար, ապա դա պետք է արվի պետական բյուջեի միջոցներով։ Պարզ է, չէ՞, ասենք տրիվիալ բան է։ Հիմա եթե արվում է վարկային միջոցներով, հարկային եկամուտները ծախսվում են ուրիշ տողերի մեջ, այդ թվում նաև զենքի առնելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա ի՞նչն է էլի խնդիրը։ Ես անկեղծ ձեր հարցադրումները չեմ հասկանում։ Շնորհակալություն։ Ես հետո կլսեմ էլի։ Պարոն Խաչատրյանը հավատարիմ մնալով իրենց լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ, հավատարիմ մնալով լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ։ Պարոն Խաչատրյան, խնդրեմը հետը դուք շատ լավ հասկանում եք, հիանալի հասկանում եք, հիմա դուք ինչ եք անում։ Դուք հիմա խաչակրած արշավանք եք իրականացնում տրամաբանության դեմ։ Նայեք, ինչա տեղի ունեցել, դուք հարցեր եք տվել, այդ ընթացքում վարչապետը ասել է զենք է առնվել դրանով։ Նաև զենք է առնվել, չի նշանակում այդ ամբողջով է զենքը։ Հիմա եկել եք ասում եք բա որ զենք է առնվել, բայց ճանապարհ չեք սարքել։ Գալիս ենք ասում եք ճանապարհ եք սարքել, ասում եք սա աղորը ճանապարհից եք խոսում, դուք ուրիշ բան չեք կարող անեք, մենակ այդ ճանապարհն է։ Ասում եք զենք ենք առել, ասում եք ճանապարհ չեք սարքում, բա ճանապարհ է։ Ճանապարհել ենք արել, զենք ենք առել,
դպրոցներ ենք սարքել, չնայած ես ոնց հասկանում եմ, մի հատ ուրիշ խաչակրաց արշավանք էլ իրականացնում եք դպրոցների վրա, հիվանդանոցներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, մանկապարտեզներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, պարոն Խաչատրյան, բազմաթիվ կապիտալ ծախսեր եւ ենթակառուցվածքներ ենք կառուցել, որոնք որ ունենալու են տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Ես էլ ձեզ որպես տնտեսագետ մուլտիպլիկատիվ էֆեկտից գոհ եք, թե գոհ չեք, իհարկե երբեք չեք գալու ասեք, որ գոհ եք։ Բայց այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, պարոն Խաչատրյան։ Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, որովհետև եթե մենք այդ պարտքը վերցնում ենք եւ այդ կապիտալ ծրագրերը չենք իրականացնում, որպեսզի մենք ապրենք խաղաղ եւ բարեկեցիկ երկրում, մենք արդյունքում ունենալու ենք մի հատ իրավիճակ, երբ որ լինելու են Հայաստանում ղեկավարներ, ովքեր որ այսօր օրինակ ապօրինի գույքով իրանցից պահանջում են $200 միլիոն։ Այս էլ երեխաների համար, որ դուք ասում եք, երեխաները բնականաբար ուրախություն իրենց եւ բոլորից չեն ապրել Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ կառավարման տարիներին, բայց բնականաբար վստահ եմ, որ կտեղեկանան դրա մասին։ Շնորհակալություն։ Եթե ելի կարիք լինի, պարոն Խաչատրյան, ես պատրաստ եմ այսօր անընդհատ մոտենալ ամբիոնի եւ անընդհատ այս թեմայով խոսալ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես երկու կարճ բարձրաբանման համար եմ մոտեցել ամբիոնին։ Ուրեմն առաջինը թոշակների անկանխիկի հետ կապված վերջի շրջանում որոշ մարդկանց կողմից սխալ ինֆորմացիա է տարածվում, որ անկանխիկը վերաբերվելու է ոչ միայն թոշակ ստանալուն, այլև ծախսելուն, այսինքն այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, որ մարդը կանխիկով չի կարողանալու առևտուր անել, ուզում ասել նրա նման բան չկա ու չէր կարող լինել։ Այդ անկանխիկի շեմը մինչև 300,000 դրամ բոլոր դեպքերի վրա տարածվում է։ Եվ երկրորդ խնդիրը, որի մասին թե մեր ընդդիմադիր գործընկերները խոսեցին, թե Տիկին Բաթոյանը նշեց, որ մարդիկ ըստ էության խնդիր ունեն բան գնալու եւ այդ քարտերը ստանալու, ես ինքս այդ հարցով դեռ մինչև այս օրենքի նախագիծը ներկայացնել է ու այս փոփոխությունները խոսել եմ բանկերի միության հետ եւ այս պահին կարող եմ ասել, որ առնվազն 2-3 բանկեր Հայաստանի Հանրապետությունում լայն ցանց ունեցող մասնաճյուղային պատրաստ են իրենց միջոցներով այդ գործը կատարել։ Անունները չեմ տալիս, որպեսզի դա գովազ չընկալվի, բայց որ ասում եք լուծումը չեք գտել, բերում եք օրենքի նախագիծ եք ընդունում, նման բան չկա։ Այդ խնդրի մասին բնականաբար մինչև այս փոփոխությունը բոլորը մտածել են, այդ իմ ասած տարբերակը հաստատ կա, եթե կլինեն հարակից այլ տարբերակներ, բնականաբար դրանք էլ կգործարկվեն, այսինքն այս իմաստով այնպիսի հարց չի լինելու, որ թոշակառուն ցանկանա քարտ ստանալ եւ շարժունակության կամ այլ խնդիրների պատճառով ինքը չկարողանա դա անել։ Այդ քարտը կբերեն, փաստաթղթերը կբերեն իր տուն, ինքը կստորագրի, քարտն էլ կամ կուղարկեն կամ արձառեն կփոխանցեն իրեն։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հիմնականում խոսում ենք շատ կարևոր օրենքի նախագծի մասին եւ ես պետք է այնուամենայնիվ նշեմ, որ միշտ սովորաբար առաջին եւ երկրորդ երեխայի ծնունդով պայմանավորված ընտանիքի ծախսերը միշտ ավելի մեծ են լինում, քան օրինակ երրորդ կամ չորրորդ երեխայի ծնունդով պայմանավորված եւ հետեւաբար ես կարծում եմ, որ նախկին օրենսդրական կարգավորումը ավելի շուտ կարծես հետևից էր գալիս եւ ոչ թե իրականում արձագանքում էր նորածին երեխաների կամ նորածին երեխա ունեցող ընտանիքի անհրաժեշտ պարագաներին, բայց ես ուզում եմ խոսքս ուղղել հատկապես Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Օրերս մարզում էի եւ ինչպես պարոն Թունյանը նշեց, մարզերում տարածվում է մի ապատ տեղեկատվություն առ այն, որ 2026 թվականի հունվարի 1-ից այլևս անկանխիկ կերպով փոխանցված թոշակները պետք է նաև իրացվեն կամ տարբեր գործարքների համար վճարվեն անկանխիկ։ Միանգամից ցանկանում եմ նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը եւ որպեսզի ավելի պատկերավոր եւ ավելի հստակ լինի, պայմանական վերցնենք մի թոշակառու, ում ամսական թոշակը կազմում է 45,000 դրամ։ Իրականում 45,000 դրամը թոշակառուն կարող է ծախսել ամբողջը անկանխիկ եւ այս դեպքում 20% քեշբեքը վերաբերել է 45,000 դրամին, բայց ինչպես նշում էին մեր քաղաքացիները, որ շատ հաճախ կարիք է լինում ուրախ կամ տխուր միջոցառումների մասնակցել եւ այս ժամանակ ընդունված ավանդույթով շատ ժամանակ մարդիկ կանխիկ
միջոցներ են ներգրավում, օրինակ, թոռան ծնունդով պայմանավորված 45000 դրամից 8000 դրամը թոշակառուն նվիրում է իր թոռնիկին, իսկ մնացած 37000 դրամը շարունակում է իրականացնել անկանխիկ գնումների տեսքով, ապա 20%-ը վերաբերվել է 37000-ին։ Եթե կարիք կա 37000 դրամից եւս 5000 դրամ կանխիկացնել, ապա անկանխիկը վերաբերելու է 32000 դրամին։ Հարգելի թոշակառուներ, վստահեցնում եմ, որ կառավարությունը որևէ բանկոմատի մոտ չի կանգնացրել պահակ կամ պահակներ, ովքեր ձեզ արգելելու են կանխիկացնելու ձեր թոշակը ամբողջությամբ կամ մասնակի։ Շնորհակալ եմ, ճիշտ ասած երկու թեմա կար, բայց քանի որ գործընկերս այս թեմայից խոսեմ, ժամանակ կլինի մյուսին է կանադառնամ։ Ժողովուրդ, ես իմ մոտ մեկ-մեկ տպավորությունա, որ մենք լրիվ այլ իրականությունում ենք ապրում։ Ափսոս գործընկերս գնաց դաշնակցության։ Եկեք պայմանականորեն 50000 դրամ ինձ տանք եւ 50000 կամ կանխիկ տանք ձեզ եւ 50000 դրամ նստացրեք իմ քարտի վրա։ Ասեք Հայաստանի Հանրապետությունում տենց մի հատ ապրանք կամ ծառայություն, որ ես ձեզանից կայծակնային արագությամբ ավելի շուտ չեմ ձեռք բերի։ Ես ուզում եմ հասկանալ, ասում եմ անկողնային առաջին հաշվանդամություն ունեցող մարդաս անկողնային պարկած։ Դուք տանում եք կանխիկի տեղը անկանխիկ եք տալիս։ Հա, բայց հարգելիս, եթե այդ մարդը պարկած անկողնային չի կարողանում շարժվել, այդ կանխիկ գումարով ինքը ո՞նց է օրինակ կոմունալը վճարելու։ Իսկ իմ քարտին 50000 նստացրեք, ես վարկյանական մուծեմ իմ բոլոր կոմունալները։ Այսինքն ինձ թվում է աշխարհում հիմա անկանխիկ գումարով շատ ավելի հեշտ ես կարողանում երևի ապրանքների գնել եւ այսինքն գումարը ինչի համար է պետք ապրանք գնես կամ ծառայություններից օգտվես, չէ։ Ես ձեզ ասում եմ ցանկացած բան այսօր Հայաստանի Հանրապետությունում կոմունալներից սկսած վերջացած այթում այդ տխուր միջոցառումների ժամանակ կա մի հատ կայք մտնում ես այդ կայքում, պատվիրում ես պսակ, մարդը առաքում է, քարտիցդ քաշում է։ Այդ թոշակառու կինը շատ ավելի լավ է, ինքը այդ թվում երբ որ քարտը կտակ, ասի գնա առևտուր արա, Գառնիկ ջան։ Կիմանա իրան խափում ես թե չես խափում, որտեվ SMS է ստանալու, տենալու, այսին սուպերմարկետից երշիկ առելը 1120 դրամով։ Երբ որ խոսում ենք ինչ-որ մի բան, ուզում եմ հասկանամ, էլի։ Մեկ էլ իսկապես եւ ասում եք երկրորդ թեման, հակասոցիալականություն, Ժորժ ջան, դուք գոնե մի խոսացեք, խնդրում եմ հակասոցիալականություն։ Մի Ղարաբաղցի ասեց Գոնջոյանայքը, մի Ղարաբաղցի այնքան փող ունի, որ մենք այդքան փող ենք այսօր վերցնում, որ մի ամբողջ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղը հանված այդ մարդկանց տան հարցը լուծենք, հասկանում եք։ Այդ է հակասոցիալականություն։ Այդ մի Ղարաբաղցին այնքան փող է կուտակել այդ 10 տարվա ընթացքում, որ մենք 3 միլիոն այն գովաստ կա, չէ՞, ասում փոքրիկ նարեկ, այդ փոքրիկ նարեկ այդ 250 միլիոնը պետք է 20 տարի փակի, որ մեր բոլոր բռնի տեղահանված ղարաբաղցիների տան փողը մուծենք։ Մինչդեռ այդ մի ձեր ղարաբաղցին այդքան փող ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս նախագծի վերաբերյալ արդեն հասցրել ենք բազմիցս խոսել։ Ես ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք հաճախ հնչում են քաղաքացիների կողմից։ Առաջինը վերաբերում է նրան, որ թյուրըմբռնում կա քաղաքացիների մոտ սեպտեմբերի 1 եւ հունվարի 1։ Ես փորձեմ եւս մեկ անգամ պարզաբանել, որ սեպտեմբերի 1-ից միանվագ նպաստն է համահարթեցվում։ Այսինքն բոլորը երեխայի ծննդով պայմանավորված ստանալու են 500,000 դրամներ։ Իսկ ինչու հենց սեպտեմբերի 1-ից պարոն Ավետիսյանը անդրադարձավ սրան, ես ասեմ, դրա տրամաբանությունը այն է, որ այն ծնողները, ովքեր իսկ արդեն պլանավորել են հղիություն եւ արդեն սպասում են բալիկի, որպեսզի նրանց վրա չազդի, այդ ժամանակահատվածը վերցրել ենք ամեն դեպքում 9 ամիս հետո ենք այդ փոփոխության անցնում։ Իսկ հունվարի 1-ից այն ծրագիրը, հա, որ երրորդ եւ հաջորդ երեխայի ամեն ամիս տալիս ենք 50,000 դրամ, այդ ծրագիրը չի դադարելու։ Հունվարի 1-ից արդեն շարունակվելու է որպես պետական նպաստ, որտեղ այս հարցը շատ են հնչեցնում, թե պետք է հունվարից մինչև սեպտեմբեր միգուցե չստանան, ոչ սիրելի հայրենակիցներ, այդ ծրագիրը երբեք չի դադարելու, դուք ստանալու եք արդեն որպես պետական նպաստի տեսքով։ Այստեղ խոսք գնաց անկանխիկի հետ կապված սիրելի հայրենակիցներ շատ սոտ լուրեր են տարածում, իբր թե մենք 2026 թվականի ապրիլի 1-ից չենք թողնելու կանխիկացնեք գումարը, կանխիկ օգտագործեք, ձեզ ոչ ոք չի կարող թույլ չտալ ձեր քարտերից գումարը կանխիկացնել։ Իհարկե մեր քաղաքականությունը նրան է գնում, որ ավելի անկանխիկ գործառույթներ իրականացնել եւ աշխարհի շատ երկրներ վաղուց արդեն գնացել են անկանխիկի, միգուցե մենք անգամ ուշացած ենք գնում անկանխիկի։ Բնականաբար մենք խրախուսում ենք եւ այս դեպքում ներմուծել ենք քեշբեքի ծրագիրը եւ արդեն 26 թվականի հունվարից նախկին հա մինչեւ 6000 դրամի փոխարեն արդեն մինչեւ 10000 դրամ դուք կարող եք քեշբեքով գումար հետ ստանալ եւ կներեք նաեւ ասեմ սա խոսքը վերաբերվում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ամսական 50,000 դրամներին, եթե անկանխիկ օգտագործեք եւս 10,000 դրամ կստանաք, այսինքն փաստացի 6 տարի 60,000 դրամ կարող եք ստանալ։ Թե
Թերևս այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք սոցիալական ապահովության ոլորտում եւ երեխաների նպաստների ոլորտում շատ կարևոր փոփոխություն եւ ես անկեղծորեն չեմ հասկանում, տարակուսում եմ, թե ինչու է ընդդիմությունը բողոքում այս փոփոխությունից, ինչ է տեղի ունենում։ Այսօր առաջին եւ երկրորդ երեխաները ստանում են միանվագ 300,000 դրամ նպաստ։ Այս փոփոխությունից հետո ստանալու են միանվագ առաջին եւ երկրորդ երեխաները ստանալու են միանվագ 500,000 դրամ նպաստ։ Ծնողը վերցնում է, բայց ստանում է երեխան։ Ծնողը վերցնում է, ստանում է երեխան։ Սա մեկ։ Երկրորդ հերթին, երրորդ երեխայի համար էլի միանվագը դառնում է 500,000 դրամ, այո, միլիոնից դառնում է 500,000 դրամ, բայց կառավարությունը պարտավորվում է 6 տարի շարունակ ամսական 50,000 դրամ նպաստ տալ երեխային։ Այսինքն ավելի շատ, քան այսինքն այն ծրագիրը, որը կա, դառնում է մշտական, դա ինչքան է 3.6 միլիոն, չէ՞, այսինքն ի հավելում են դրա 6 տարվա ընթացքում 3.6 միլիոնն էլ ստանում է, այսինքն անգամներով ավելի շատ, քան ընդդիմության ներկայացրած բանը, այդ կրճատվող գումարը։ Ինչի է սա արվում նաև իմ կրահումով, որ ուղղակի այդ գումարը համաչափ ծախսվի։ Մենք չենք ժխտի, չէ՞, որ ասենք ոչ բոլոր ծնողներն են, որ այդ գումարը վերցնում են միանգամից եւ ծախսում են նպատակային հենց երեխայի կարիքների համար, հատկապես եթե խոսում ենք 1 միլիոն դրամից։ Հիմա այս 50,000 դրամները հնարավորություն կտան, որ մարդը համաչափ այդ գումարը ծախսի երեխայի կարիքների վրա եւ ոչ թե իր կամ երեխայի հետ կապ չունեցող իր այլ, չգիտեմ, կարիքների վրա։ Այնպես որ միանշանակ մենք կողմ ենք այս փոփոխությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։ Պարոն Նազարյան, նախ կրկին անգամ պիտի շնորհակալության հայտնեմ ձեզ, որ դուք հետևողականորեն ամեն կերպ աջակցում եք բանակին, բանակում եւ ընդհանրապես սահմանին անվտանգության, տեղեկատվական անվտանգության պահպանմանը եւ կարծում եմ այս այն դեպքերից է, որ խոսքը միայն սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ։ Սա սահմանում տեղի չունեցող իրադարձությունների մասին է եւ ըստ էության սա հիբրիդային հարձակման մասին է։ Եվ կարծում եմ հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլ առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, ազգային ժողովը եւ գուցե նաեւ կառավարության նախաձեռնողներ պիտի կառավարության կողմից մարմին, որ կնախաձեռնի, սրան նպատակաուղղված փոփոխություններով պիտի գանք ազգային ժողով կամ ձեզնից ստանանք առաջարկ, որովհետև սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար։ Եվ ավել բան չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել, որ այն ինչ տեղի է ունենում, դա ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար։ Տիկին Ստեփանյան, ձեր հարցին ի պատասխան նախ նշեմ, որ այսօր զորակոչվող ցանկացած զինվոր կզորացրվի նույն օրը, եթե ծառայության ընթացքում չդրսևորի այնպիսի վարքագիծ, որի արդյունքում կհայտնվի կալանքի մեջ, խոսքը վերաբերում է կարճաժամկետ կալանքներին, ասենք 5 կամ 10 օրով հայտնվել ռազմական ոստիկանության համապատասխան բաժանմունքում եւ պատիժ կրել։ Պատիժ կրողները նույն քանակով, օրերի քանակով ուշ են զորացրվում։ Եվ այսօր համահարթեցնել ու ասել, որ ազնիվ ծառայողը, օրենքին ենթարկվողը, բանակի կարգ ու կանոնին ենթարկվողը եւ կարգազանցը պիտի նույն օրը զորացրվեն, ես դրա հետ համաձայն չեմ։ Մենք ենք 2 տարի առաջ այդ օրենսդրական փոփոխությունը կատարել միասին եւ կարծում եմ պիտի հետեւողական լինենք, որպեսզի դրանք աշխատեն, գործեն եւ մեր ծնողներին էլ մտահոգություն հայտնող հայրենակիցներին էլ դիմեմ կոչով, որ իրենք էլ իրենց զավակներին դիմեն կոչով լինել կարգապահ։ Եվ ավարտելով խոսքս, սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, երկրորդ ընթերցմամբ հաստատվելուց հետո այս օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի եւ արդեն 2026 թվականի հունվարի 7-ից զորակոչվող մեր տղաները, պատանիները այլևս կծառայեն 18 ամիս։ Շնորհակալ եմ։